Մայիսի 28-ը առաջին հերթին բնականաբար հայ ժողովրդի համար շատ կարևոր օր է, հանրապետության տոնն է, եւ պատահական չէր, որ մենք նաեւ երբ շարժումն էինք հիմնադրում, որոշեցինք հենց նույն օրը հիմնադրել, որովհետեւ կարևորում ենք պատմական ժառանգությունը իր բացասական եւ դրական կողմերով ընդունելը, դասեր քաղելը եւ նաեւ խորհրդանշական այդ օրը հիմնադրվեց եւ այս առումով ես նույնպես շնորհավորում եմ մեր հիմնադիրներին, Մայր Հայաստանի եւ համակիրներին, վերջո տասնյակ հազարավոր մարդիկ են նաեւ քվեարկել Մայր Հայաստանի օգտին երկու ընտրություններում եւ մենք շնորհակալ ենք նրանց եւ նաեւ կարևորում ենք այն պատմական իրադարձությունների գնահատական տալը, որը տեղի ունեցել հայ ժողովրդի հետ։ Այս առումով ես իհարկե բարձր գնահատելով պատմական ակնարկները, քաղաքական, սոցիալական տեսակետից մայիսի 28-ը գնահատելը, կուզենայի, որ դասերից խոսենք եւ բանաձևային խոսենք, մարդիկ ընկալեն այն ինչ որ տեղի ունեցել եւ կարևորը մեր օրերից խոսենք, որովհետև այն ինչ որ հիմա տեղի է ունենում, դեժավյու է հիշեցնում ինչ որ մասով, բայց այդ դեժավյուի նախադրյալներն են այլ։ Եթե առաջին հանրապետության ժամանակ մենք ունեցել ենք սխալներ, ապա այդ սխալները եղել են ռոմանտիզմի հետևանք, անփորձության հետևանք, օբյեկտիվ պատճառների ազդեցության հետևանք, այո, այդ սխալները եղել են, բայց կրկնեմ, դրանք դավաճանական սխալներ չեն եղել։ Այն ինչ որ մենք հիմա այսօր տեսնում ենք, դրանք գիտակցված փլուզման տանող որոշումներ են։ Իրավիճակը գրեթե նույնն է կամ ավելի վատ, ինչ որ 1918-20 թվականներին, որովհետև այն ժամանակ գոնե կար մի process, որի արդյունքում մենք առաջին հանրապետությունից անցանք ինկուբացիոն շրջան դեպի երրորդ հանրապետությունը, դա սովետական շրջաններ, որտեղ էլի բազում թերություններով, սխալներով հանդերձ մենք բազում դրական ձեռքբերումներ ենք ունեցել եւ ի վերջո չմոռանանք, որ սովետական տարիներին եւ դեմոգրաֆիկ աճ եղել եւ տնտեսական եւ ենթակառուցվածքների եւ այլնի, եւ այդ ինկուբացիոն շրջանը եթե չլներ, մենք երրորդ հանրապետության չէինք հասնի, բնականաբար եթե առաջին հանրապետությունը չլներ, ընդհանրապես մենք այսօր այս միջոցառումներ չէինք ունենա ու չգիտեմ աշխարհի որտեղ նստած ինչից կխոսեինք այսօր եւ չպետք է նաեւ ուրանալ, որ հաստատի սովետական սերունդը հաղթեց Արցախյան պատերազմում եւ կերտեց անկախ Հայաստան, իսկ անկախության սերունդը փաստորեն չպահեց Արցախը եւ հիմա մենք կանգնած ենք Հայաստանի անկախությունը կորցնելու շեմին։ Սա էլ պետք է արձանագրել եւ այն ինչ որ այսօր տեղի ունենում, մեզ հետ արդեն տեղի ունեցել է մի անգամ։ Այն առումով, որ եղել են մարդիկ, ովքեր մտածել են, որ առանց ուժերի բալանսի կարելի է թուրքերի հետ պայմանավորվել ու լավ ապրել, խաղաղ ապրել։ Հիմա էլ նույնն են անում, նույնն են մտածում, դավաճանաբար թե հիմարաբար արդեն հետագա քննության ընթացքից բարձ կդառնա, բայց փաստն այն է, որ այդ կեղծ օրակարգը, կեղծ թղթի հետ կապված օրակարգը, որ այսօր հրամցվում է մեր հանրությանը որպես խաղաղություն, բացարձակապես կապ չունի խաղաղության հետ։ Ուրեմն ինչ դասեր եւ զուգահեռներ կարելի է դասեր քաղել եւ զուգահեռներ անցկացնել։ Կարելի է այս բանին անել։ Ուրեմն առաջին չլինի Սարդարապետի ճակատամարտը, չէ լինի առաջին հանրապետությունը, զուգահեռ, որը ցավոք չի անցկացվել, չլիներ Արցախյան պատերազմի հաղթանակը, չէր լինի Հայաստանի երրորդ հանրապետությունը։ Հայաստանի երրորդ հանրապետության հիմքում Արցախի ազատագրական պայքարն է եղել, բայց ցավոք այդ գիտակցությունը չի հասցվել մեր հասարակությանը։ Դրա համար էլ մարդիկ կամ բացահայտորեն կամ լուր համաձայնեցին, որ կարելի է Ղարաբաղը հանձնել եւ խաղաղ ապրել։ Իրականում, այո, մենք անկախությունը
ոնց որ առաջին հանրապետության ժամանակ ինչ որ process-ների արդյունքում նաև ստացանք, երրորդն էլ այդպես է, Սովետ միության փլուզման արդյունքում նաև տարբեր հանրապետություններ առաջացան, նաև Հայաստանի Հանրապետությունը, բայց մենք փլուզումից առաջ Ղարաբաղյան շարժում ենք ունեցել եւ մենք ավելի շատ էինք պատրաստ այդ անկախությանը, քան օրինակ Ադրբեջանը։ Դրա համար մենք հաղթանակ տարանք առաջին Արցախյան պատերազմում եւ մեր պետությունը մի քայլ առաջ լինելով, մեր ազգային գիտակցությունը մի քայլ առաջ լինելով, մենք կարողացանք մեր ազգային պետությունը կայացնել։ Հետագայում այդ ամեն ինչը մսխվեց, այդ հաղթանակը, իսկ Ադրբեջանում իդեալ ֆիքս դարձավ Ղարաբաղը հետ բերելը։ Իրանց մոտ այդ կոդը աշխատեց, եկան հաղթեցին, հիմա էլ արդեն աշխատացնում են արևմտյան Ադրբեջան կոդը։ Այստեղ ճիշտ հակառակն են անում, ասում են այդ ադրբեջանցիները, թուրքերը ինչ ուզում են տանք, որպեսզի խաղաղ ապրենք, բայց դա փաստացի նշանակում է Հայաստանի Հանրապետության վերացում։ Ուրեմն այդ դասերը չեն քաղավել, որ Սարդարապատը մեր այսօրվա, դա 90-ականների սկզբի Արցախյան պատերազմն էր։ Դաս համար 2 եւ էլի զուգահեռ։ Քիչ առաջ նշվեց, որ մենք մենակ էինք մնացել, չունենք դաշնակիցներ։ Մենակ մնալը ոչ թե ինքնիշխանության, ոչ թե հպարտության առիթ պետք է տա, այլ դա հիմարության եւ պարտության նախանշանն է։ Եթե դու մենակ ես, ուրեմն քո մեջ պետք է մանգած խնդրեմը, ոչ թե աշխարհից բողոքես։ Հայկական պատմագրության մեջ կա մի մասը անգլիացիներից են բողոքում, որ գցեցին մեզ, մյուս մասը ռուսներից, բոլշևիկներից, որ գցեցին մեզ, բայց ոչ մեկ չի ասում, բայց առաջինը դու ես մեղավոր, եթե դու գցվում ես։ Հետևաբար դաշնակիցներ պետք է ունենալ, իսկ դաշնակիցներ ունենալու համար դու քեզանից ինչ-որ բան պետք է ներկայացնես։ Այսօր մենք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով ունենք դժգոհություն Ռուսաստանից։ Բայց պետք է հիշենք, որ Ռուսաստանը միգուցե նույնիսկ այսօր այնքան էլ մեր պատկերացրած լավ բարեկամությունը չի անում, բայց հիմարություն կլինի, եթե մենք ամեն ինչ անենք, որպեսզի Ռուսաստանը վատ թշնամություն անի մեր հետ։ Դրա կատաստրոֆան մենք չենք պատկերացնում։ Հետևաբար պետք է ամեն ինչ անենք, որ Ռուսաստանը դառնա մեր պատկերացրած դաշնակիցը։ Իսկ դրա համար մենք պետք է ինքներս մեզանից ինչ-որ բան ներկայացնենք։ Մենք այս տարածաշրջանում ունենք ռեգիոնալ 2 խաղացող, իդեմս Իրանի եւ Ռուսաստանի, որոնք շահագրգռված են, որ Հայաստանի Հանրապետությունը լինի։ Եվ մենք տարածաշրջանում ունենք 2 հարևան պետություն, որոնք չեն ճանաչել մինչև հիմա Հայաստանի Հանրապետությունը։ Այս հանգամանքները հաշվի առնելով, խոսքս Ադրբեջանի ու Թուրքիայի մասին է։ Մենք պետք է հասկանանք, որ մենք առանց դաշնակիցների չենք կարողանա դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք այսօր առկա են։ Հետևաբար հիմարություն է Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնելը եւ անմտություն է Իրանի հետ հարաբերություն չզարգացնելը, չխորացնելը։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով։ Նրանք ովքեր չեն ափսոսում, չեն ցավում Արցախի համար, այդ մարդիկ սիրտ չունեն, ազգային ինքնագիտակցություն չունեն, հոգի չունեն, ու խիստ կասկածելի է, որ մտածողության փայեն։ Բայց նրանք ովքեր կարծում են, որ այսօր կամ վաղը կարելի է Արցախը միանգամից հետ բերել, նրանք խելք չունեն եւ նրանք ինչ-որ առումով արկածախնդիր են։ Հետևաբար մեր մոտեցումը պետք է լինի հետեւյալը. Արցախի խնդիրը, Արցախահայության վերադարձի իրավունքը չպետք է փակել, պետք է ամեն ինչ անել, որ այն հայտնվի օրակարգում, բայց դրա համար խելք է պետք, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք միջնորդ երկիր ունենալ,
որը հայ-ադրբեջանական հարաբերություններում երաշխավորի դեր կկատարի եւ նաեւ անվտանգային ապահովում կիրականացնի, դա Ռուսաստանն է տվյալ դեպքում։ Եվ եթե Զանգեզուրի միջանցք կոչվածը, որ խոսում են ադրբեջանցիները չենք ուզում կորցնել, ուրեմն մենք պետք է Իրանի վրա նաեւ հենվենք։ Այո, մենք պետք է նաեւ խորացնենք հարաբերությունները Արևմուտքի հետ, բայց շատ լավ հասկանանք, որ Արևմուտքը մեր տարածաշրջանում անվտանգություն ապահովող չէ։ Հայ-թուրքական հարաբերությունների մասով նրանք, ովքեր կարծում են, որ Թուրքիայի հետ պետք է հավերժ պատերազմ սկզբունքով առաջնորդվել, նրանք լավագույն դեպքում ամերսունակ ռոմանտիկներ են, վատագույն դեպքում արկածախնդիր քյալագյոզներ, բայց նրանք, ովքեր կարծում են, որ Թուրքիայի հետ հարաբերություն կարգավորելը նշանակում է նրա բոլոր նախապայմաններն ու պահանջները բավարարելը, ուրեմն դրանք կամ լավագույն դեպքում հիմարներ են, իսկ վատագույն դեպքում դավաճաններ։ Այսօրվա իշխանությունները թող իրենք որոշում կայացնեն, թե որ տիրույթ ունեն, բայց իրական լուծումը, որ նաև Մայր Հայաստանն է պատկերացնում, դա այն է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է ձգտել մաքսիմում տարանջատել հայ-ադրբեջանական հարաբերություններից, հայ-թուրքական հարաբերություններում պետք է ներգրավվել դաշնակիցների, որպեսզի մենք կերակուր չդառնանք Թուրքիայի համար, որովհետև ուժերի բալանսը այդ դեպքում, եթե մենք առանձին ենք, ի վնաս Հայաստանի է, եւ դրա համար կա ձևաչափ, որը կոչվում է 3+3, ճիշտ է Վրաստանը չի մասնակցում, բայց ինքը անուղղակիորեն այդ process-ի մեջ է, եւ 3+3 ֆորմատում մենք առնվազն չմասնակցող Վրաստանի մասով ունենք մի պետություն, հարևան բարեկամ, որը դեմ չէ, կողմ է ավելի ճիշտ, որ Հայաստանի Հանրապետությունը լինի, ունենք պետություն, հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը կողմ է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի, եւ ունենք գերտերություն, որ նաեւ ռեգիոնում է ներկայացված, իդեմս Ռուսաստանի, որը կողմ է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի։ Այսինքն այդ ուժերի բալանսի մեջ մենք առնվազն 3 դաշնակից ունենք, կամ առավելագույնը տվյալ դեպքում 3 դաշնակից, իսկ Ռուսաստանի ու Իրանի մասով իրենց սեփական շահերը հետապնդող երկրներ։ Ունենք Շնամական տրամադրված Թուրքիա, շնամական տրամադրված Ադրբեջան։ Ուրեմն իրենց պետք է բալանսավորել։ Ուրեմն միջանկյալ լուծումը այն է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները այդ մեծ ֆորմատում պետք է անել, որպեսզի մենք ունենանք դաշնակիցներ։ Ցեղասպանության հարցը միջազգային ճանաչման այո պետք է լինի պետական քաղաքականության օրակարգում, որովհետև դա առաջին հերթին անվտանգության հարց է։ Թուրքիային այդ այսօր որ մեր ինքնությանն են գտնում, ասում են Արարատը մոռանանք, մյուսը մոռանանք, որ Թուրքիան մեզ լավ աչքով նայի, դա լավագույն դեպքում եւ որպես գնահատական եմ ասում էլի հիմարություն է, վատագույն դեպքում դավաճանություն։ Մենք ոչ մեկս չենք ասում վաղը գնանք Արարատ դերը հետ բերենք, բայց ոչ մեկ մեզ այն չի կարող խլել մեր պատմությունն ինքնությունը։ Ի վերջո հայտնի ձևակերպում կա, չէ՞, երբ որ թուրքերը ժամանակին ասեն, ինչի է սովետական Հայաստանի ատրիբուտիկայի մեջ Արարատ լեռը, չէ՞ որ դա Թուրքիային է պատկանում, սովետական դիվանագիտությունը պատասխանել էր Թուրքիային, որ ձեր դրոշի վրա էլ լուսին է նկարած, բայց լուսինը հո Թուրքիայի սեփականությունը չի։ Այսինքն ոչ մեկ չի ասում, թե լուսինը ջնջեք, կիսալուսին նշան։ Այսինքն այստեղ մտածողության ու կոդի խնդիր կա։ Եվ ամենակարևորը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը հայկական բանակն է, հայկական տնտեսությունն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Դրանից հետո առաջանում են արդեն դաշնակիցները, գործընկերները եւ մյուսները։ Այս դասերը մենք անպայման պետք է քաղենք եւ օրինակ այսօր երբ որ քննարկում են, որ բանակը փող տալով ազատվելը դարձնենք օրենքով, դա դասակարգային ներազգային ճշնամանքի ըստ էության օրենսդրություն է, բայց նաև
բոլորիս պետք է ազդակ հաղորդի, որ ինչու են մարդիկ ձգտում ազատել իրենց երեխային բանակից, որովհետև մարդկանց մեջ ներարկել են այն գաղափարը, որ ովքեր որ զոհվել են հանուն ոչնչի, եւ ի վերջո ներարկել են այն գաղափարը, որ Հայաստանի Հանրապետությունն է հանուն ոչնչի։ Այս իշխանությունների ամենավտանգավոր թեզը դա է, որ Հայաստանի Հանրապետությունը հանուն ոչնչի է, այսինքն ոչ մի քաղաքացու չէ, հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը կարելի է կործանել, կարելի է չցավալ նրա համար եւ նորմալ ապրել, չէ՞ որ այսպես ասած գլոբալ ինտերնացիոնալիզմի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը կարող է հանուն հակառուսականության, հակաիրանականության, հակաչինականության զոհաբերել։ Այդպես մտածում էին նաև ժամանակին բոլշևիկները, որ հանուն բոլշևիկյան ինտերնացիոնալի կարելի է զոհաբերել ցարական Ռուսաստանի շահերը, կարելի է զոհաբերել ընդհանրապես փոքր ազգերին։ Այսօր էլ լիբերալ նեոտրոցկիզմը ասում է, որ հանուն մեր գլոբալ առևտրային աշխարհաքաղաքական շահերի, որ այսօր արտահայտվում է հակառուսականությամբ կամ այլ ձևերով, կարելի է զոհաբերել օրինակ վրացիներին 2008-ից սկսեցին, հետո վրացիները դասեր քաղեցին ու հիմա չեն անում այն, ինչ որ պահանջում են։ Կարելի է զոհաբերել ուկրաինացիներին, ինչեւ հիմա ուկրաինացիները տարապում են այդ գիծը տանող իշխանության ձեռքը եւ կարելի ասել, որ Զելենսկին է դահիճ ուկրաինացիների, այլ ոչ թե պատերազմը։ Կարելի է զոհաբերել հայերին, Արցախը հանձնել հանուն նրա, որ այնտեղ ռուս խաղապահներ էլ չլինեն այդ տարածքում։ Եվ դա անել Նիկոլ Փաշինյանի ձեռքերով հոկտեմբերի 6-ին Պրահայում 22 թվականի։ Հիմա ովքեր որ դասեր քաղել են, չեն տուժում, ովքեր որ չեն քաղել, տուժում են ու տուժելու են։ Մենք պետք է այս ամեն ինչից դասեր քաղենք եւ սրա քաղաքական, պրագմատիկ հետևանքը ուրեմն եզրակացությունը մեկն է։ Առաջին, Հայաստանի Հանրապետության գոյության եւ զարգացման ու անվտանգության ապահովման թիվ 1 նախապայմանը այս պահին դա իշխանափոխությունն է։ Երկրորդը, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համար նոր ազգային իշխանության ձևավորումը պետք է լինի, որը պետք է կարողանա վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, խորացնել հարաբերությունները Իրանի հետ, արդյունավետ կոոպերացիա իրականացնել Վրաստանի հետ եւ նորմալ գործընկերային հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ։ Այս պայմաններում հնարավոր կլինի գտնել բանաձևը հայ-ադրբեջանական հարաբերություններում, որտեղ միջնորդական առաքելությունը օբյեկտիվորեն պատկանում է Ռուսաստանին եւ բանաձև գտնել Թուրքիայի հետ հարաբերություններում ոչ ի հաշիվ Հայաստանի Հանրապետության, որտեղ մենք արդեն տեսնում ենք գործընկերներ Ռուսաստանին եւ Իրանին։ Օբյեկտիվորեն շահագրգռված է լինելու նաեւ Վրաստանը եւ այս առումով մենք 3+3 ձևաչափում կարողանանք ապահովել մեր անվտանգությունը։ Եվ կարևորագույն խնդիր երրորդը, որ մենք պետք է զարգացնենք, վերականգնենք մեր բանակը եւ կարողանանք հսկայական ներդրումներ բերել Հայաստանի համար, որպեսզի մեր տնտեսությունը կարողանա սպասարկի մեր ազգային պետության կայացմանը։ Այսինքն երկու խոշոր խնդիր պետք է լուծենք. խաղաղություն, իրական խաղաղություն եւ անվտանգություն, եւ լայն իմաստով հաց, որը նշանակում է ներդրումներ, սոցիալական բարեկեցություն, սոցիալական արդարություն, աշխատավարձերի բարձրացում, բարեկեցություն, այս երկու խոշոր խնդիրներն են, որ մենք պետք է լուծենք. խաղաղություն, անվտանգություն եւ սոցիալական արդարություն։ Ես կարծում եմ, որ ամենակարևորագույն դասը հենց առաջին հանրապետության հետ կապված սա պետք է լինի բոլորիս համար։ Շնորհակալ եմ ներկաներից, բոլորից եւ եւս մեկ անգամ շնորհավորում եմ հանրապետության տոնի կապակցությամբ։ Շնորհակալություն։